խիստ աֆիլացվող անձ, որը որ իրենց թեկնածուն ա եղել ինչ-որ միտեղ քաղաքապետի, շին թույլտվություն են տալիս, Photoshop են անում, պատկերացրեք, սենց իրանք նկարում են, այս մեկը տանում են այս կողմ, այս ուտանքյունը, մեկը տանում են այս կողմ, ինչ-որ ազատ տարածք են ստանում, շին թույլտվություն են տալիս, հասկանում եք, նորմալ չի դա, ուղղակի նորմալ չի, էլի, կամ օրինակի համար Վազգեն Սարգսյանի եղբոր երկու թաղապետերը, որ կան Մասիվում եւ ընդունենք Մալաթիայում, իրենց լուսամուտից նայում են այգին, հաղթանակի 40-ամյակի ու վերածնվող այգին, որ կա, ծնունդի այգին, նայում ես այդ այգու վրա մի հատ 300 միլիոն, մի հատ 70 միլիոն, մի հատ չգիտեմ ինչքան փողեր են դուրս գրել, այգին նայում ես լացդ գալիս է, իսկ սրտացավություն չկա, ասում եթե դու կոռուպցիա չի ու ձեզ կաշկանդված չեք, ի հետևից չեք գնում, մի հատ նայեք իրանց ապրելու ոճը, իրանց կյանքի որակը ինչքան է լավացել։ Մի հատ որ դուք նայեք, արդեն հստակ ձեր համար պարզ կլինի։ Ու էլի եմ ասում, այդ երկու ուժերին է ծառայում։ Ու հավասարաչափ պատասխանատվություն կրում են այդ երկուսը։ Եվ հաջորդ տարի էլ Արամ Զավենի Սարգսյանը, որ դիրքավորվել է ընդդիմադիր ինչ-որ դաշտում բանում, մի նպատակ ունի ծառայել Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի կցորդներն են իրանք։ Շատ ուղիղ։